Ինչպես ջրի հոսանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է։ Նա որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։ Ամեն մարդ ինքն իր աչքին արդար է թվում, բայց Տերն է դատում սրտերը։ Արդարություն գործելը եւ ճշմարտություն խոսելը ավելի հաճելի է Տիրոջը, քան զոհերի արյունը։ Ամբարտավանը մեծամիտ է իր հոխորտանքի մեջ, ամբարիշտների լապտերը մեղքն է։ Կարճ խորհրդածությունն էլ կարող է առատություն բերել, սակայն ամեն մի հապճեպություն կարոտություն է բերում։ Ով հարստություն է կուտակում լեզվի ստությամբ, նա գնում է սնոտի բաների հետևից եւ պիտի հասնի մաղվան որոգայթների։ Ամբարիշտները պիտի կործանվեն, քանզի չեն ուզում գործադրել իրավունքը։ Խոտորնակին Աստված խոտոր ճանապարհ է առաքում, քանզի Տիրոջ գործերը սուրբ են եւ ուղիղ։ Լավ է բաց օդի մեջ մի անկյունում ապրել, քան անիրավությամբ ծեփված եւ խառնակ տան մեջ։ Ամբարշտի հոգին չարիքներ է ցանկանում, եւ նա ողորմածություն չի գտնի ոչ ոքից։ Անխելքի պատիժը տեսնելով, անմեղն ավելի խորագետ է դառնում, իմաստունն էլ խորելով դառնում է առավել գիտուն։ Արդարին մտահոգում է ամբարիշտերի սիրտը, բայց չարիքներն էլ ապականում են ամբարիշտերին։ Ով իր ականջը փակում է տնանկին չլսելու համար, ինքն էլ երբ կանչի Տիրոջը, Տերն էլ իրեն չի լսի։ Գաղտնի պարգևը մեղմացնում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգև տալ, զայրույթ է հարուցում։ Իրավունքի գործադրումը ուրախություն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին։ Արդարության ճանապարհից մոլորված մարդը հանգրվան է գտնում հսկաների ժողովում։ Ով ուրախություն է սիրում, կարիքի մեջ կընկնի, ով գինի ու ձեթ է սիրում, չի հարստանա։ Անօրենն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երթմնազանցը ուղղամիտ մարդկանց համար։ Լավ է բնակվել անապատում, քան թե անզգամ լեզվանի եւ բարկացկոտ կնոջ հետ։ Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգետները կուլ են տալիս այն։ Նա, ով հետևում է արդարության եւ ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն եւ փառք պիտի գտնի։ Իմաստությունը հասավ ամուր քաղաքներին եւ քանդեց այն ամրոցները, որոնց վրա հույս էին դրել ամբարիշտները։ Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից։ Դաժանը, հանդուգն ու գորոզը կոչվում են չարագործ, իսկ ով ոխ է պահում, անօրեն է։ Ծույլին սպասում են ցանկությունները, որովհետև նրա ձեռքերը հոժար չեն որևէ բան անելու։ Ամբարիշտն ամեն օր չարիքների ցանկություն է հղանում, իսկ արդարն առանց խնայելու ողորմություն է տալիս։ Ամբարիշտների զոհաբերումները պիղծ են Տիրոջ առջև, որովհետև մատուցվում են անօրեն խորհրդով։ Ստախոս վկան կորստյան պիտի մատնվի, խոնար մարդը խոսում է զգուշությամբ։ Ամբարիշտ մարդը դեմդ է ելնում հանդուգն երեսով, բայց արդարն ինքը գիտի իր ճանապարհը։ Աստծո համեմատությամբ մարդ ոչ իմաստություն ունի, ոչ արիություն եւ ոչ էլ խորուրդ։ Երիվարը պատրաստվում է պատերազմի օրվա համար, բայց Տիրոջից է գալիս հաղթանակի օգնությունը։ Բարի անունը լավ է մեծ հարստությունից, ընտիր շնորհքը արծաթից ու ոսկուց։ Հարուստն ու աղքատը հանդիպում են իրար, երկուսին էլ այցելում է Տերը։ Չարագործին պատժված տեսնելով, խորագետն ավելի հաստատությամբ է խրատում իրեն, բայց անմիտները զանց առնելով այն ավելի են վնասվում։ Տիրոջ երկյուղն իմաստության սկիզբն է, դա է եւ հարստությունը, եւ փառքը, եւ կյանքը։ Թյուրամիտ մարդկանց ճանապարհներին տատասկ կա եւ որոգայթ, բայց ով զգուշանում է իր հոգու համար, հեռանում է նրանից։ Երիտասարդը դաստիարակվում է ըստ իր ընտրած ճանապարհի եւ ծերության ժամանակ էլ չի հեռանում դրանից։ Աղքատները պիտի տիրեն հարուստներին եւ ծառաները պիտի փող տան իրենց տերերին։ Ով անզգամություն է ցանում, չարիքներ է հնձելու եւ պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան։ Աստված սիրում է ուրախ եւ առատաձեռն մարդուն, աղքատին ողորմություն անողն ինքն էլ պիտի կերակրվի, որովհետև տնանկին իր հացից է բաժին հանել։ Կաշառք տվողը հաղթություն եւ պատիվ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին։ Ժանտ մարդուն դուրս վռնդիր ատյանից
եւ հակառակությունը կվերանա նրա հետ, որովհետեւ երբ նա նստած է լինում ատյանում, անարգում է բոլորին։ Տերը սիրում է մաքուր սիրտը, եւ բոլոր անարատ մարդիկ ընդունելի են նրան։ Թագավորը հովվում է շուրթերով, Տիրոջ աչքերը պահպանում են գիտությունը, բայց Տերն արհամարում է անօրեն խոսքերը։ Ծույլը պատճառ է բռնում եւ ասում. ճամփին առյուծ կա, փողոցների մատույցներում մարդասպաններ։ Անօրենի բերանը խորհոր է եւ Տիրոջն ատելի անձը նրա մեջ պիտի ընկնի։ Վատ ճանապարհներ կան մարդու առջև եւ նա չի ուզում հետ դառնալ դրանցից, բայց հարկավոր է հետ դառնալ ծուռ ու վատ ճանապարհից։ Անմտությունը բորբոքված է երիտասարդի սրտում, ուրեմն գավազանը եւ խրատը հեռու են նրանից։ Աղքատին զրպարտողը բազմացնում է իր չարիքները, եւ նա, ով զրկում է նրան եւ տալիս է հարստին, կարոտության մեջ պիտի մնա։ Երեսուն իմաստուն խոսքեր։ Ականջդ մոտ պահիր իմաստունների խոսքերին, լսիր իմ խոսքերը, հաստատիր սրտիդ մեջ եւ կիմանաս, որ դրանք բարի են։ Եվ եթե դրանք պահես սրտիդ մեջ, կուրախացնեն քեզ եւ միշտ կմնան շուրթերիդ վրա։ Որպեսզի քո հույսը Տիրոջ վրա լինի, ես քեզ ցույց կտամ նրա ճանապարհները։ Եվ դու այդ խոսքերը երից ես գրիր հոգուտ մեջ, քո մտքի, գիտության եւ բանականության մեջ։ Ահավասիկ ես քեզ սովորեցնում եմ ճշմարիտ խոսքեր եւ գիտություն, որպեսզի քեզ հարցնողներին հոժարությամբ ճշմարտության խոսքերով պատասխաններ տաս։ Մի բռնացիր աղքատի վրա, որովհետև նա խեղճ է, եւ մի անարգիր տնանկին դատարանի մեջ, որովհետև Տերն է նրա դատն ու դատաստանն անելու, եւ Տերն է, որ անկորուստ պիտի փրկի քո հոգին։ Ընկեր մի լինի բարկացկոտ մարդուն, եւ մի առնչվիր դյուրաբորբոք բարեկամի հետ, որ չլինի թե սովորես նրա ճանապարհները եւ ծուղակն ընկնելով խեղտամահ լինես։ Որևէ մեկից ակնածելով, պարտքի համար անձդ երաշխավոր մի դարձրու, որովհետև եթե չունես, որտեղից պիտի վճարես, եւ ինչու առնեն տանեն քո անկողինը, որի վրա հանգստանում են կողերդ։ Մի փոփոխիր քո հայրերի դրած հավիտենական սահմանները։ Իր գործի մեջ փութկոտ եւ խելամիտ մարդուն պետք է կանգնեցնել թագավորների եւ ոչ թե ծույլ ու անպետք մարդկանց առջև։ Երբ հզորների հետ սեղան նստես ընթրիքի, ուտելուց առաջ լավ իմացիր, թե ինչ են դրել քո առաջ եւ նոր միայն ձեռքդ մեկնիր։ Իմացիր նաեւ, որ դու եւս պարտավոր ես նույնը պատրաստել։ Եվ եթե ագահ էլ լինես, մի ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կանցնեն կգնան սուտ կյանքի հետ։ Եթե ունևոր չես, մի ձգտիր հասնել հարստին, այլ քո իմաստությամբ հեռացիր նրանից։ Հենց որ աչքդ տնկես մի բանի վրա, այն իսկույն կչքանա։ Հարստությունն արծվի թևեր է շինում իր համար եւ վերադառնում է իր նախնիների տունը։ Չարաչք մարդու հետ հաց մի կեր եւ մի ցանկացիր նրա կերակուրը, քանզի նա ուտում եւ խմում է այնպես, ինչպես մեկը մաս կուլ տար։ Նրան մի ընդունիր քո տունը եւ քո հացը մի կեր նրա հետ, քանի որ նա նողկանք կպատճառի քեզ եւ կապականի քո բարի խոսքերը։ Ամենևին բան մի ասա անզգամի ականջին, որ նա չանարգի քո իմաստուն խոսքերը։ Մի փոփոխիր վաղեմի սահմանների նշանները եւ ձեռք մի տուր որբերի ունեցվածքին, որովհետեւ հզոր է նրանց պաշտպանը, Տերը, եւ նրանց դատը նա կպաշտպանի քո դեմ։ Սիրտդ տուր խրատին եւ ականջներդ պատրաստ պահիր իմաստության խոսքերը լսելու համար։ Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետեւ եթե գավազանով էլ խփես նրան, չի մեռնի։ Դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես մահից։ Որդյակ, եթե քո սիրտն իմաստուն լինի, ապա կուրախացնես եւ իմ սիրտը։
Իմ շուրթերը պիտի ձուլվեն քո շուրթերին, միայն թե դու ուղիղ խոսես։ Թող քո սիրտը չնախանձի մեղավորներին, այլ միշտ Տիրոջ երկյուղը պահիր սրտիդ մեջ։ Եվ եթե պահես, դու զավակ կունենաս, և քո հույսը չի կտրվի։ Լսիր, որդյակ, իմաստուն եղիր և ուղղիր քո սրտի խորհուրդները։ Մի լինիր հարբեցող և մի նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին, որովհետև գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, և քնի մեջ թմրած ամեն մարդ պիտի քրչոտ հանդերձ հագնի։ Լսիր, որդյակ, քեզ ծնող հորը, և մի արհամարհիր քո մոր ծերությունը։ Ճշմարտություն ձեռք բեր, և չթողնես իմաստությունը, խրատը և խոհեմությունը։ Արդար հայրը բարությամբ է կրթում զավակին, և նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար։ Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, և թող ուրախանա նա, ով ծնել է քեզ։ Տուր ինձ, որդյակ, քո սիրտը, և թող աչքերդ սպասեն ինձ իմ ճանապարհին։ Օտար տունը ծակ կարաս է, օտար բանը նեղ ջրհոր։ Եվ ով այնտեղ է շտապում, շուտով պիտի կործանվի, և ամեն մի անօրեն պիտի ջնջվի իսպառ։ Ում համար է վայրը, ում համար է խռովությունը, ում համար են դատաստանները, ում համար են դաժանություններն ու տարակուսանքները, ումն են աչն ու ձախ տրված հարվածները, և ումն են հարվածից կապտած աչքերը։ Ոչ արդյոք նրանցը, ովքեր տարվում են գինով, ովքեր նայում են, թե որտեղ գինարբուք կա։ Մի հարբեք գինով, այլ զրուցեցեք արդար մարդկանց հետ, և խոսեցեք միմյանց հետ հրապարակներում։ Իսկ եթե աչքդ գցես թաս ու բաժակի, հետո պիտի սանդի կոթի պես տկլոր մանգաս, վերջն էլ օձից խայթվածի պես պիտի ցած ընկնես, և գինին, ինչպես իժի թույն, պիտի տարածվի քո մեջ։ Եվ երբ աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ խառն ու շփոթ պիտի խոսի, և պիտի ծփաս, ասես ծովի մեջ, ինչպես նավավարը սաստիկ մրժիկի մեջ։ Եվ պիտի ասես. ինձ ծեծում էին, բայց ես ցավ չէի զգում, ինձ ծաղրում էին, բայց ես չէի գիտակցում։ Երբ է բացվելու առավոտը, որ վեր կենամ գտնեմ, թե ում հետ պիտի էլի շրջեմ։ Որդյակ իմ, մի նախանձիր չար մարդկանց, և մի ցանկացիր ապրել նրանց հետ, որովհետև նրանց սիրտը խաբեություն է խորում, և նրանց շուրթերը խոսում են ցավեր պատճառելու մասին։ Տունը շինվում է իմաստությամբ, հաստատվում է խելացիությամբ, և շտեմարաններն ամեն տեսակ հարստությամբ ու բարիքներով լցվում են գիտությամբ։ Իմաստունը լավ է հզոր մարդուց, և խոհեմ մարդը մեծամեծ դաստակերտներ ունեցողից։ Պատերազմը մղվում է ռազմավարությամբ, և հաջողությունը կախված է սրտի խորհուրդներից։ Իմաստությունն ու բարի խորհուրդները գտնվում են իմաստունների դռներին։ Իմաստունները չեն խոտորվում Տիրոջ խոսքից, այլ խորհուրդ են անում իրենց հավաքույթներում։ Մահը պատահում է խրատ չլսողներին, իսկ անզգամը մեռնում է մեղքերի մեջ։ Պղծությունը խայտառակում է ժանտագործին, նրա չար և նեղ օրերին, քանի նա դեռ չի մեռել։ Փրկիր նրանց, ում մահվան են տանում, և ոչինչ մի խնայիր մահապարտներին փրկագնելու համար։ Բայց եթե ասես, թե ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա ինձ, ապա իմացիր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը, և նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին և յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։ Մեղր կեր, որդյակ, որովհետև հաճելի է, և խորիսխ, որպեսզի կոկորդդ քաղցրանա։ Այդպես էլ իմաստության գիտությունը քաղցր պիտի լինի քո հոգու համար, որովհետև եթե գտնես այն, քո վախճանը լինելու է բարի և չի կտրվելու քո հույսը։ Ամբարշտին մի մոտեցրու արդարների արոտին, և մի խաբվիր, որ նրա որովայնը լիքն է։ Բայց եթե արդարը 7 անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, մինչդեռ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մեջ։
Եթե թշնամիտ ցած գլորվի, մի տրորիր նրան, եւ եթե սայթակի, ամբարտավանությամբ մի վարվիր նրա հետ, քանզի Տերը կտեսնի եւ դա հաճո չի լինի նրան, եւ իր բարկությունը կհեռացնի նրանից։ Մի ուրախացիր չարագործների հետ եւ մի նախանձիր մեղավորներին, որովհետեւ չարերը ժառանգորդ չեն ունենա եւ ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։ Որդյակ, վախեցիր Աստծուց եւ թագավորից եւ նրանցից ոչ մեկի դեմ մի ապստամբիր, որովհետեւ ամբարիշտների կործանումը հանկարծահաս է լինելու եւ ով է ճանաչելու թե մեկի, թե մյուսի պատուհասը։ Իմաստուն խոսքերի շարունակություն։ Ձեզ իմաստուններիդ այս էլ ասեմ. մի ամաչեք խելամուտ լինել իրավունքի մեջ, քանզի լավ չէ աչառու լինել դատաստանի ժամանակ։ Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին եւ ատելի պիտի լինի ազգերից։ Իսկ նրանք, որ կհանդիմանեն ամբարիշտներին, պիտի բարի համարվեն եւ բարի օրհնություն պիտի գա նրանց վրա։ Շուրթերը սիրում են բարի խոսքերի պատասխաններ, իսկ ով պատասխան է տալիս դիմադարձ խոսքերով, նա իր վրա հրավիրում է հեռացման խոսքեր։ Հոգ տար դրսի գործերիդ համար, վերջացրու դաստակերտիդ աշխատանքը, ապա եկ իմ ետևից եւ նորից շինիր քո տունը։ Սուտ վկա մի լինիր քո ընկերոջ հանդեպ եւ քո շուրթերով մի խաբիր նրան։ Մի ասա, թե ինչպես նա վարվեց ինձ հետ, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ, եւ թե այնպես պիտի հատուցեմ նրան, ինչպես ինքն ինձ զրկեց։ Անզգամ մարդը նման է արտի, թերամիտը այգու, եթե անխնամ թողնես, խոպան կդառնա արտը, ամենուր մոլախոտ կբուսնի, այն կմնա լքված, գետին կթափվեն նրա ցանկապատի քարերը, բայց նա հետո միայն կասի, ես զղջացի, տեսա եւ ընտրեցի բարի խրատը։ Մինչև երբ պիտի պարկես, ով ծույլ, երբ պիտի զարթնես քնից։ Մի քիչ էլ որ ննջես, մի քիչ էլ նիրես, մի քիչ էլ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքերդ դնես կրծքիդ, եթե այդպես անես, ապա քեզ վրա պիտի հասնի աղքատությունը ինչպես ուղևոր եւ կարիքը արագընթաց սուրհանդակի նման։ Խոսքից զգուշացող որդին կորստյան չի մատնվի, քանի որ նա խնամքով է ընդունում այն։ Թագավորի լեզվից թող ոչ մի սուտ բան դուրս չգա, թող նրա լեզվից խաբեություն էլ դուրս չգա։ Սուր սուսեր է թագավորի լեզուն եւ ոչ մարմնեղեն մի բան, ով որ մոտենա դրան կխորտակվի։ Եթե նրա բարկությունը բորբոքվի, մարդկանց կկործանի իրենց հոդերով հանդերձ, մարդկանց ոսկորները կփշրի եւ դրանք կայրի ինչպես բոց։ Մարդկանց մարմինը կնմանվի արծիվների բույններում եղած լեշի։ Որդյակ, վախեցիր իմ խոսքերից, եւ եթե դրանք ընդունես, զգույշ կլինես։ Առակներ, որ հայտնի չեն Սողոմոնի անունով եւ որոնք գրել են Հրեաստանի արքա Եզեկիայի բարեկամները։ Աստծու փառքը ծածկում է նրա խոսքերը, թագավորի փառքը երևում է նրա հրամանները պատվելու մեջ։ Անքննելի են երկնքի բարձրությունները, երկրի խորությունները, թագավորի սիրտը։ Կրակի բովից անցկացրու չմշակված արծաթը եւ կտեսնես, որ այն կմաքրվի ամեն խառնուրդից։ Ամբարիշտներին հեռացրու թագավորի երեսից եւ նրա գահը պիտի հաստատվի արդարության վրա։ Մի պարծեցիր թագավորի մոտ, մի մոտեցիր մեծամեծների տեղերին, որովհետև լավ է, որ մեկը քեզ ասի, արի վեր ինձ մոտ, քան թե գլխահակ խոնարհվես իշխանի առաջ։ Խոսիր քո աչքով տեսածի մասին, հանդգնորեն կռվի մեջ մի նետվիր, որ հետո զղջաս։ Եթե բարեկամդ նախատի քեզ, խույս տուր, մի արհամարիր։ Գուցե բարեկամդ քեզ նախատի, եւ դու էլ շարունակես քո թշնամությունն ու կռիվը, եւ մաղվան պես ծանր լինի քեզ համար։ Շնորհն ու բարեկամությունն ազատ են, քո սրտի մեջ հաստատիր դրանք, եւ չես նախատվի, այլ հաշտ ու խաղաղ կանցնի կյանքդ։
Պատշաճ ասված իմաստուն խոսքերը նման են սարդիոնով շարված ոսկի խնձորի։ Պայծառ շարված սարդիոն և ոսկի գինդեր են իմաստուն խոսքերը լսող ականջների համար։ Ինչպես ամռան տոթից տանջվողի համար օգնություն է ձյուն գալը, այնպես էլ հավատարիմ պատգամատարը օգնություն է իրեն ուղարկողների համար, որոնք իրենց հույսը կապել են նրա հետ։ Սուտ խոստումներով պարտեցող մարդիկ նման են սաստիկ քամիների, ամպերի ու անձրևների։ Համբերատարությամբ թագավորը հաջողություն է գտնում, մեղմ լեզուն փշրում է ոսկորները։ Երբ մեղր գտնես որդյակ, կեր չափով, չլինի թե հագենաս և փսխես։ Քո ոտքով շատ մի հաճախիր բարեկամիդ մոտ, գուցե թե քեզնից կշտանա և քեզ ատի։ Սրած սուսեր և սուր նետ է սուտ վկայություն տվող մարդը իր բարեկամի մասին։ Չարի ճանապարհները և անօրենի ոտքերը պիտի կորչեն նրանց չար օրում։ Ինչպես քացախն է անօգուտ վերքին, այնպես էլ մարմնին հասած ցավերից տրտմում է սիշտը։ Ինչպես ցեցը վնասում է հագուստին և որդը փայտին, այնպես էլ տրտմությունն է վնասակար մարդու սրտին։ Եթե թշնամիդ քաղցած է, կերակրիր նրան, եթե ծարավ է, ջուր տուր խմելու, քանզի այդպես անելով դու նրա գլխին կրակի կայծեր կդիզես և Տերը քեզ պիտի բարություն հատուցի։ Հյուսիսային քամին ամպեր է հարուցում, լիրբ երեսը գրգռում է լեզուն։ Լավ է մենակ ապրել կտուրի տակ անկյունում, քան թե բամբասող կնոջ հետ բնակվել մի տան մեջ։ Ինչպես պաղջուրն ախորժելի է ծարաված մարդուն, այնպես էլ ախորժելի է հեռու երկրից եկած բարի ավետիքը։ Ինչպես որ մեկը խցանելով աղբյուրի ակը խափանում է ջրի հոսանքը, այնպես էլ տգեղ է արդարի խոնարհվելը ամբարիշտ մարդու առաջ։ Ինչպես որ լավ չէ շատ մեղր ուտելը, այնպես էլ հարկավոր է հարգել միայն պատվական խոսքերը։ Առանց խորհրդի գործանող մարդը նման է պարիսպները կործանված քաղաքի։ Ինչպես ցողը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ պատիվը անտեղի է անզգամին։ Ինչպես թռչուններն ու ճնճղուկները զուր տեղը չեն թռչում, այնպես էլ ոչ մեկնի զուր անեծքներ չի տալիս։ Ինչպես մտրակը ձիու համար է, խթանը էշի, այնպես էլ գավազանն է անմիտների համար։ Անզգամին մի պատասխանիր ըստ նրա անզգամության, որ չլինի թե նմանվես նրան։ Բայց անզգամին նրա անզգամությանն արժանի պատասխան տուր, որպեսզի ինքն իրեն ավելի իմաստուն չկարծի։ Իր բռնած ճամփի համար նախատինք պիտի ստանա այն մարդը, որն անմիտ լրատարի հետ խոսք կուղարկի։ Խափանիր անզգամի գնալ գալը և նրա բերանի խոսքն ու առակը։ Ով պատիվ է տալիս անզգամին, նման է այն մարդուն, որ թանկարժեք քար է դնում պարսատիկի մեջ։ Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին։ Բոլոր անզգամների մարմիններն էլ պիտի ալեկոծվեն շատ խռովքներից, որպեսզի խորտակվեն նրանց հիմարությունները։ Ինչպես շունը դառնում է ատելի, երբ վերադառնում է իր փսխածին, այնպես էլ անզգամն է իր չարությամբ, երբ վերադառնում է դեպի իր մեղքերը։ Ամոթ կա, որ մեղքերի մեջ է գցում մարդուն, ամոթ էլ կա, որ նրան պարգևում է փառք ու շնորհ։ Մարդ եմ տեսել, որ պարծեցել է, թե ինքն իմաստուն է, բայց անզգամից ավելի շատ բան կարելի է հուսալ, քան նրանից։ Երբ ծույլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է. ճանապարհին առյուծ կա, հրապարակում մարդասպաններ։ Ինչպես դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրա, այնպես էլ ծույլն է թավալվում իր մահճում։ Ծույլն իր ձեռքերը թաքցնում է ծոցում և ալարում է նույնիսկ իր բերանը տանել։ Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է թվում,
քան այն անձը, որ հարստության բարի լուր է ավետում։ Ուրիշի դատ ու վեճին խառնվող մարդը նման է նրան, ով ձեռքը գցում է շան պոչը բռնելու։ Փորձող անձեր կան, որ առարկում են մարդկանց, բայց երբ որևէ մեկը շտապում է կանխել, հակադրվելով նրանց, ընկճվում են։ Այդպես էլ վարվում են այն բոլոր մարդիկ, որ դարանամուտ են լինում իրենց բարեկամների հանդեպ, բայց երբ կշտամբանքի են ենթարկվում, ասում են մենք կատակ էինք անում։ Շատ փայտ ավելացնելուց բորբոքվում է կրակը, բայց ուր երկմիտ մարդ չկա, այնտեղ դադարում է վեճը։ Կրակարանը շիկանում է ածուխից, փայտը բորբոքում է կրակը, բանսարկուն էլ հրահրում է կռիվը։ Շողոքորթների խոսքերը փաղաքշող են, բայց դառնում են կռվի բուն։ Նենգամտությամբ տրված արծաթը նման է խեցո, ողորկ շուրթերը թաքցնում են տրտում սրտերը։ Ով լաց է լինում թշնամու վրա, շուրթերով հայտնում է ամեն ինչ, մինչդեռ իր սրտում նենգություն է նյութում։ Եթե քո թշնամին քեզ աղաչի և բարձր ձայնով աղերսի, մի հավատա նրան, քանզի 7 չարիք կա նրա սրտում։ Ով թաքցնում է ատելությունը, նա հայտնի է դարձնում նենգությունը, բանիմաց մարդն ատյանում իր վնասը հեռու է վանում։ Ընկերոջ համար հոր փորողն ինքն է ընկնելու նրա մեջ, ով քար է գլորում ուրիշի վրա, ինքն իր վրա է գլորում այն։ Ստախոս լեզուն ատում է ճշմարտությունը, շաղակրատ բերանը խռովություն է ստեղծում։ Մի պարծեցիր վաղվա օրով, որովհետև չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ։ Թող քեզ քո ընկերը գովի, և ոչ թե քո բերանը, օտարը և ոչ թե քո շուրթերը։ Քարը ծանր է, ավազը դժվար է բարձրացնել, բայց երկուսից էլ առավել ծանր է անզգամի բարկությունը։ Անողորմ է զայրույթը, բարկությունը սաստիկ, բայց ոչ մեկից էլ պակաս չէ նախանձը։ Բացահայտ հանդիմանությունը լավ է սքողված բարեկամությունից։ Լավ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբույրը։ Կուշտ մարդն արհամարում է խորիսխն ու մեղրը, բայց քաղցածի համար դառն բանն էլ քաղցր է թվում։ Իր բույնը լքած թռչունի նման, իր տեղից օտար վայր գնացած մարդն իրեն ստրուկ է զգում։ Յուղով, խնկով և գինիով զվարճանում է սիրտը, և հոգին թոթափվում է տրտմությունից։ Քո բարեկամին, ինչպես նաև հորդ բարեկամին մի լքիր և թշվառացած մի մտնիր եղբորդ տունը, մոտիկ բարեկամը լավ է հեռուտեղ բնակվող եղբորից։ Իմաստուն եղիր, որդյակ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռու վանիր նախատինքի խոսքերը։ Խորագետը տեսնում է գալիք չարիքը և խույս է տալիս, բայց անզգամներն ընդառաջ են գնում և տուժում։ Հագից հանիր հանդերձանքը նրա, ով չափից անց է թշնամանք տածում, որովհետև նա ուրիշին էլ է ապականում։ Ով առավոտ կանող բարձր ձայնով գովում է բարեկամին, նա ավելի լավ չէ, քան նրան անիծողը։ Ինչպես կաթոցը ձմեռային օրը մարդուն հանում է իր տնից, այնպես էլ անզգամ կինն է իր տնից դուրս հանում ամուսնուն։ Խստաշունչ է հյուսիսային քամին, բայց հաջողության նշան է համարվում։ Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ ընկերոջ երեսը։ Թզենի տնկողը պիտի ուտի նրա պտուղը, իր տիրոջը պահողը պիտի պատիվ գտնի։ Ինչպես մարդկանց դեմքերը նման չեն իրար, այնպես էլ նման չեն նրանց սրտերը։ Ինչպես անհագ են դժոխքն ու կորուստը, այնպես էլ անհագ են ագահ մարդու աչքերը։ Տիրոջ առջև պիղծ են հանդուգն աչքերով, խրատ չլսող և ցոփ լեզու ունեցող մարդիկ։ Արծաթն ու ոսկին փորձում է հալոցը, իսկ մարդուն նրան գովաբանողների բերանը։ Անօրենի սիրտը չարիքներ է որոնում, ուղիղ սիրտը փնտրում է գիտություն։ Անզգամին կարող են ծեծ տալ և անարգել ատյանում, բայց նրա անզգամությունը չես հեռացնի նրանից։
խելամտորեն հոգատար եղիր քո հոտերի անասունների նկատմամբ, սրտացավ եղիր քո երամակների համար, որովհետև մարդու ուժը, զորությունն ու իշխանությունը հավիտենական չեն, և դրանք չեն տրվում սերնդից սերունդ։ Խնամքով վարվիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես, դալար խոտ հավաքիր, որ ոչխարներդ գեղմնաբեր լինեն, և դաշտերը լավ պահիր, որ գառներ ունենաս։ Որդյակ, սովորիր ինձնից այս զորավոր պատգամները քո տան ապրուստի և քո բարեկամների ապրուստի համար։ Ծանոթություն։ Ամբարիշտը փախչում է առանց որևէ մեկից հալածված լինելու, բայց արդարն անձնապաստան է լինում ինչպես առյուծ։ Ամբարիշտների հանցանքների մասին վեճերը հուզում են դատական ատյանները, բայց խորագետ մարդը հանգցնում է դրանք։ Հզորը, որ ամբարտավանությամբ ընկճում է տնանքին, նման է սաստիկ անձրևի, որից օգուտ չկա։ Նույնպես էլ նրանք, որ մերժում են օրենքը, գովում են ամբարշտությունը, բայց նրանք, ովքեր սիրում են օրենքը, իրենց շրջապատում են պարսպով։ Չար մարդիկ չեն հասկանում իրավունքը, բայց Տիրոջ փնտրողները խելամուտ են ամեն բանի։ Ճշմարտության հետ գնացող աղքատն ավելի լավ է ստի հետ ընթացող հարստից։ Իմաստուն որդին պահում է օրենքը, բայց որքրամոլներին ընկերացողը անարգում է իր խորը։ Ով իր տունը լցնում է տոկոսներով և վաշխով, նա կուտակում է այն մարդու համար, ով ողորմում է աղքատին։ Ով իր ականջը շեղում է, որ չլսի օրենքը, նա ինքն է պղծում իր ուխտը։ Ով ուղիղներին մոլորեցնում է չարի ճանապարհով, ինքն է ընկնելու ապականության մեջ։ Անարատ մարդիկ պիտի բաժանեն բարիքները, բայց անօրենները պիտի անցնեն բարիքների մոտով և չեն մտնելու դրանց մեջ։ Հարուստն իր աչքին իմաստուն է թվում, բայց խելացի աղքատը դատապարտում է նրան։ Արդարներին օգնական դառնալուց մեծ փառք է ձեռք բերվում, բայց ամբարիշտների շրջանում կոտորվում են մարդիկ։ Իր ամբարշտությունը ծածկողը հաջողություն չի ունենա, բայց բացահայտողը և իրեն պախարակողը կդառնա սիրելի։ Երանի այն մարդուն, որ Աստծո հանդեպ երկյուղածության պատճառով արհամարհում է ամեն բան, բայց խստասիրտը չարիքների մեջ կընկնի։ Նա, ով աղքատ է, քաղցած առյուծի և ծարաված գայլի պես դաժան կլինի թշվառ ժողովրդի նկատմամբ։ Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է, բայց անիրավությունն ատողը երկար կյանք կունենա։ Մահապարտի համար երաշխավոր եղած մարդը փախստական է դառնում և չի հաստատվում ոչ միտեղ։ Խրատիր որդուդ, և նա հանգստություն կտա քեզ։ Զարդ կլինի քո հոգու համար և չի հնազանդվի անօրեն ազգի։ Ով գնում է արդարության ճանապարհով, օգնություն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապվի։ Ով մշակում է իր հողը, կկշտանա հացով, իսկ ով հետևում է դատարկ բաների, տնանք կմնա։ Հավատարիմ մարդը շատ օրհնություն պիտի գտնի, բայց չարագործը չի փրկվելու պատուհասից։ Գովասանքի արժանի չէ այն անձը, ով չի պատկառում արդարներից։ Բարի չէ նա, ով երեսպաշտորեն խուսափում է անօրեններին հանդիմանելուց, նա պատրաստ է մարդ վաճառել մի կտոր հացով։ Չարաչք մարդը շտապում է հարստանալ, բայց չգիտի, որ ողորմած մարդը պիտի հաղթի իրեն։ Մարդուն նրա ճանապարհի համար հանդիմանողը ավելի շնորհ պիտի գտնի, քան նրան լեզվով շողոքորթողը։ Ով մերժում է իր հորը կամ մորը, և դա մեղք չի համարում, նա համախոհ է ամբարիշտ մարդկանց։ Ագահ մարդը հակառակություն է գրգռում, բայց հույսը Տիրոջ վրա դնողը հոգածություն կգտնի։ Ով հույսը դնում է իր սրտի հանդգնության վրա, նա անզգամ է, բայց իմաստությամբ վարվողը կփրկվի։ Աղքատներին բաժին տվողը չի աղքատանա, բայց ով իր աչքը թեքում է նրանցից,
նա շատ բանի կարոտ կմնա։ Ամբարիշտների շատանալուց հեծում են արդարները, բայց նրանց կորստյամբ բազմանում են արդարները։ Լավ է հանդիմանող, քան համառ մարդը, որովհետև եթե սրան կրակը հանկարծակի հարվածի, փրկություն չի լինի։ Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները, արդարները հեծում են ամբարիշտների իշխանության տակ։ Իմաստություն սիրողը ուրախացնում է իր հորը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստությունը։ Արդար թագավորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրենը կործանում է այն։ Ով կռիվ է փնտրում բարեկամի դեմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար։ Մեղավոր մարդու համար խիստ որոգայթ կլարվի, բայց արդարը պիտի լինի ուրախության և խնդության մեջ։ Արդարը գիտե տնանքներին իրավունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մեջ, իսկ աղքատն էլ իրավախոհ միտք չունի։ Անօրեն մարդիկ քաղաքը մատնում են կրակի, բայց իմաստունները վանում են բարկությունը։ Իմաստուն մարդը դատում է ազգերին, բայց անզգամ մարդն իր բարկության մեջ ծաղրելի է դառնում և չի պատկառում։ Արյունարբու մարդիկ ատում են արդարին, իսկ ուղղամիտները համակրանք են տածում նրա անձի նկատմամբ։ Անզգամն իր ողջ բարկությունը թափում է միանգամից, բայց իմաստունը համբերում է մեղմությամբ։ Այն թագավորը և նրա հետ բոլոր նրանք, որ ականջ են դնում անիրավության խոսքերին, անօրեններ են։ Փող տվողը և փող առնողը հասնելու են նույն տեղը, և երկուսին էլ առերեսելու է Տերը։ Տնանքներին արդարությամբ դատող թագավորի աթոռը միշտ հաստատուն պիտի մնա։ Ծեծն ու կշտամբանքն իմաստություն են տալիս, ճամփից շեղված երեխան ամոթահար է անելու իր ծնողներին։ Ամբարիշտների բազմանալու դեպքում բազմապատկվում են հանցանքները, բայց արդարները ահով պիտի համակվեն նրանց կործանման ժամանակ։ Խրատիր որդուդ, և նա քեզ հանգիստ պիտի պարգևի, և զարդ պիտի լինի հոգուդ համար։ Անօրեն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրենքը, նա երանելի է։ Խոսքով չի խրատվում կամակոր ծառան, որ թեև հասկանում, բայց բանի տեղ չի դնում այն։ Երբ հանդգնությամբ խոսող մարդ տեսնես, իմացիր, որ ավելի հույս կա անզգամի, քան նրա համար։ Ով փափկասուն է լինում մանկուց, պիտի ծառա դառնա, և հետո մորմոքի ինքն իր մեջ։ Անզգամ մարդը հակառակություն է գրգռում, հեզաբարո մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է դրանք։ Ամբարտավանությունը պիտի նվաստացնի մարդուն, բայց Տերը խոնարհներին պիտի արժանացնի փառքի։ Ով բաժնեկից է դառնում գողերին, նա ատում է իր հոգին, նրանք երդում են տալիս, որ իմացածի մասին չպատմեն, բայց մարդկանցից ունեցած վախի և ամոթի պատճառով պիտի հայտնեն և կործանվեն, իսկ ով հույսը դրել է Տիրոջ վրա, պիտի ուրախ լինի։ Ամբարշտությունը մարդուն գցում է գայթակղության մեջ, բայց ով ապավինում է Տիրոջը, պիտի փրկվի։ Շատերն են հաճոյախոսում իշխաններին, բայց մարդուս իրավունքը բխում է Տիրոջից։ Արդարի համար պիղծ է անօրեն մարդը, իսկ անօրենի համար պիղծ է ուղիղ ճանապարհը։ Մարդս Աստծո հավատացյալներին պիտի ասի այսպես. «Լավ է լռեմ, որովհետև բոլոր մարդկանցից ավելի անմիտ եմ, և իմ մեջ մարդկային իմաստություն չկա։ Աստված իմաստություն սովորեցրեց ինձ, և ես խելամուտ եղա սրբերի գիտությանը և ճանաչեցի սրբությունները։ Ով ելավ երկինք և իջավ, ով հավաքեց հողմերը իր գոգի մեջ, ով ամփոփեց ջրերը իր հանդերձանքի մեջ, ով հաստատեց երկրի ծագերը, ինչ է նրա անունը, կամ ինչ է նրա որդու անունը։ Իմացիր, որ Աստծո բոլոր գործերն էլ ընտրյալ են, և նա ինքն է իրենից երկյուղ կրողների վերակացուն,
ոչինչ մի ավելացրու նրա խոսքերին, որ քեզ չհանդիմանի, և դու ստախոս չերևաս։ Առակներ, երկու բան եմ խնդրում քեզանից, մինչև մեռնելս ինձ չզրկես քո շնորհներից։ Զուր և սուտ խոսքը հեռու վանիր ինձանից, հարստություն և աղքատություն մի տուր ինձ, այլ ինձ համար կշռիր արժանին, որ բավական է։ Չլինի թե հարստանամ և ուրանամ քեզ ու ասեմ, ով է ինձ տեսնում, կամ աղքատանամ ու բան գողանամ և երդում ուտեմ իմ Աստծու անունով։ Մի մատնիր ծառային իր տիրոջ ձեռքը, որ երբեք քեզ չանիծի և դու ապականված չմնաս։ Չար ծնունդն անիծում է իր հորը և իր մորը չի օրհնում։ Չար ծնունդն իր աչքին արդար է երևում, բայց նա չի լվացել իր հոգու կեղտը։ Չար ծնունդն ամբարտավան աչքեր ունի և գոռոզ են նրա թարթիչները։ Չար ծննդի ատամները սուսեր են և ժանիքները դանակներ, երկրից խոնարհներին և աղքատ մարդկանց կեղեքելու և ուտելու համար։ Թվարկում պարունակող առակներ։ Տզրուկը սրտով սիրած 3 դուստրեր ուներ, և սրանք 3-ն էլ չկշտացրին նրան, 4-ն էլ չկարողացավ կշտացնել, որպեսզի նա ասեր բավական է։ Գերեզմանն ու մահը, կանանց սերն ու տարտարոսը, խողը, որ չի հագենում ջրով, ջուրը և կրակը երբեք չեն ասում բավական է։ Այն աչքը, որ արհամարհում է հորը և անարգում է մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն և արծիվների ձագերը պիտի հոշոտեն այն։ 3 բան կա, որ ինձ անհնարին է իմանալ, և մի 4-ն էլ, որ չեմ ճանաչում. թրջող արծվի ուղին օդում, օձի ճամփան ապառաժի վրա, ծովով անցնող նավի ծիրը և երիտասարդ տղամարդու ճանապարհները։ Այդպես է նաև շնացող կնոջ ճանապարհը, երբ նա որևէ վատ բան է անում, լվացվում է և ասում, ես ոչինչ չեմ արել։ 3 բան կա, որոնցից դողում է երկիրը, և մի 4-ն էլ կա, որից չի կարողանում հանդարտվել. ծառան, եթե թագավոր է դառնում, անմիտը, եթե կշտանում է հացով, աղախինը, եթե վռնդում է իր տիրուհուն, և ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ։ 4 բան կա, որ մանր են երկրի վրա, բայց իմաստուններից ավելի իմաստուն են. մրջյունը, որ զորություն չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամռանը, ճագարը, անզոր մի կենդանի, բայց իր բույնը շինում է քարերի մեջ, մորեխը, որ թագավոր չունի, բայց կարծես մեկի հրամանով հավաքվում է զորաժողովի, և ճանկերով պատից կառչող սարդը, որին թեև հեշտ է որսալ, բայց բնակվում է թագավորների հարկերի տակ։ 3 բան կա, որ շրջում են սիգապանց, և մի 4-ն էլ, որ ճեմում է գեղեցիկ. առյուծի կորյունը, որ հզոր է բոլոր կենդանիներից, որ երբեք չի վախենում և թիկունք չի դարձնում անասուններին, աքաղաղը, որ սիգալով շրջում է հավերի մեջ, նոխազը, որ առաջնորդում է հոտը, և թագավորը, որ ժողովրդի առաջ խոսում է հրապարակավ։ Եթե դու քեզ անհոգության մատնես և ձեռքդ դժվարությամբ տանես բերանդ, պիտի արհամարհվես, կաթ կթիր և յուղ կլինի, բայց եթե պտուկները շատ ճմլես, արյուն կգա։ Այդպես էլ, եթե խոսքը ձգձգես, դատաստան ու կռիվ դուրս կգա։ Իմ խոսքերն ասված են Աստծո կողմից, իբրև թագավորին ուղված պատգամ, որով նրան խրատել է իր մայրը։ Դե ինչ որդյակ, Աստծո խոսքեր են, անդրանիկդ իմ, քեզ եմ ասում, որդի, դե ինչ որդյակ, իմ որովայնի պտուղն ես, դե ինչ որդյակ, իմ ուխտերի զավակն ես։ Քո հարստությունը մի տուր կանանց, և ոչ էլ քո միտքն ու կյանքը հետին խորհուրդների, մտածված գործիր ամեն բան և խոհեմությամբ խմիր գինի։ Մեծամեծները բարկասիրտ են, թող գինի չխմեն, որպեսզի չհարբեն ու մոռանան իմաստությունը,
եւ չկարողանան տկարին ուղիղ դատել։ Ըմպելիք մատուցեցեք վշտացածներին, գինի տվեք ըմպելու տառապյալներին, թող խմեն ու մոռանան իրենց աղքատությունը եւ թող չհիշեն իրենց ցավերը։ Աստծո խոսքով բաց քո բերանը եւ ողջամտությամբ դատիր բոլորին, քննիր եւ տարբերիր աղքատին ու խեղճին։ Թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից։ Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդեպ, եւ իր ունեցածը երբեք քամուն չի տրվի։ Ողջ կյանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն, բարիքների եւ ոչ թե չարիքների մեջ։ Բուրդ եւ կտավ ձեռք բերելով, նա իր ձեռքով պիտանի հանդերձներ է պատրաստում, եւ ինչպես շահութաբեր նաեւ նա հեռվից ժողովում է գանձերը։ Նա ոտքի է ելնում արշալույսին, տնեցիներին կերակուր է տալիս եւ գործի է դնում նաժիշտներին, թե գեղեցիկ հանդ է տեսնում, գնում է այն եւ իր ձեռքի վաստակով մշակում է հողը։ Իր մեջքին պինդ գոտի կապած, նա թևերը մխրճում է գործի մեջ եւ ճաշակում է աշխատանքի քաղցր հաճույքը, եւ ողջ գիշերն էլ չի հանգչում նրա ճրագը։ Ձեռքը միշտ իր օգուտին մեկնած, նա առանց ձանձրույթի իր մատներով իլիկ է մանում։ Նրա ձեռքը բաց է աղքատների համար, եւ նա բաժին է տալիս խեղճերին։ Նրա ամուսինը եթե ինչ-որ պատճառով ուշանա էլ, չի մտահոգվում տան համար, որովհետև գիտե, որ եթե տանը ցուրտ է, կինը կրկնակի հագուստ է հագցրել բոլորին։ Նա բեհեզ եւ ծիրանի է գործել ամուսնու համար եւ իր համար ծածկոցներ։ Նրա ամուսինը հայտնի մարդ է դրսում, երբ նստում է ժողովրդի մեջ, երկրի բնակիչների եւ ծերերի մեջ։ Կինը կտավ է գործում ու վաճառում եւ ծածկոցներ է ծախում քանանացիներին։ Ուժ ու վայելչություն զգեցած, նա պիտի ուրախ լինի իր վերջին օրերին։ Նա չափով եւ իմաստությամբ է բացում իր բերանը եւ սահման է դնում իր լեզվին։ Պարկեշտ են նրա տան ճանապարհները եւ նա դատարկապորտությամբ հաց չի կերել։ Իր ողորմածությունները ոտքի են կանգնեցնում իր որդիներին եւ մեծացնում։ Նրա ամուսինը գովում է նրան ասելով. «Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից»։ Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա եւ ոչ էլ սին գեղեցկություն։ Արդարև, իմաստուն եւ բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղ կրողներին։ Դուք էլ նրա շուրթերի պտղից պատիվ տվեք նրան եւ թող նրա ամուսինը գովաբանվի դրսում, քանզի եթե մարդուս ճամփան բաց է նրա հայացքի առջև, ապա նա հաջողություն պիտի գտնի հավիտյանս հավիտենից։